Եթերում հեռանկարն է։ Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը։ Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը։ Այս ամենը այսօր կքննարկենք Երևանի Ավականիում ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք հենց այդ աղմկահարույց դեպքից։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Հայ, մենք ազգային առաջընթաց կուսակցությունը սովորաբար քաղաքային իշխանության այս Ավականիում գտնվելու մեր 2 տարվա ընթացքում գրեթե մենք միշտ որդեգրել ենք ռացիոնալ, տեսանկյունից հանդես գալու քաղաքականությունը։ Բայց տվյալ դեպքում էլի պետք է ես առանց խորանալու ով սկսեց, ինչից սկսեց եւ այլն, պետք է հստակ արձանագրենք, որ պետական պաշտոնյան, համայնքային պաշտոնյան իրավունք չունի ֆիզիկական գործողությունների մեջ ներգրավի, այսպես ասած, այսինքն անկախ նրանից իրեն հայհոյել են, ենթադրենք, որ այս դեպքում չի եղել, բայց ենթադրենք մի քաղաքացի եկել է եւ իրեն անպատվել է, ինչ որ վատ բան է ասել եւ այլն, կամ թեկուզ սխալ բան է ասել, կամ սուտ բան է ասել։ Դրա համար գոյություն են իրավական ընթացակարգեր, տվյալ անձը թաղապետը ներկայացնում է համայնքը, ներկայացնում է պետությունը, ներկայացնում է իշխանությունը։ Նա իրավունք չունի զբաղվել ինքնիրավչությամբ։ Տվյալ դեպքում տեղի ունեցել ինքնիրավչություն, որտեղ թաղապետը ասում է ինձ են վերավորը, ես դրամար եմ բանալ են, այն մյուսն ասում է ինձ են վիրավորել, դրամար եմ ես արի եւ այլն։ Այդ ամեն ինչը արդեն էական չի։ Տվյալ դեպքում ու մեր պահանջը եղել է հենց երկրորդ օրը այդ միջադեպի տեսագրությունը, որ հրապարակվեց, մեր պահանջը եղել է քաղաքապետին, որպեսզի տվյալ թաղապետը հեռացվի աշխատանքից։ Սակայն դրան հետո հաջորդեցին նաև Հանրապետության կուսակցության ղեկավարության կողմից ավելի ոչ սթափ հայտարարություններ, այսինքն նրանք սկսեցին ասել, որ եթե մեկին հանեք, բոլորս կգնանք, հետո եթե մենք նույնիսկ դուրս գանք կոալիցիոն բանը չի գործընկերությունը չի քանդվի եւ այլն, այսինքն մի հատ փոքր կենցաղային իրականում բանը սարքեցին քիչ մնաց գեոպոլիտիկ ինչ որ բան, չէ, նույնիսկ ղեկավարները Հանրապետության կուսակցության ասին, որ Ռուսաստանից է ուղղորդվում այս բան, այսինքն այդքան անհետեցության հետևից պետք չի ընկնել, կար սովորական միջադեպ, որը նորից եմ ասում, եթե ես օբյեկտիվ ասելու լինեմ, կարող է երկու կողմն էլ սխալ էին, ամեն մեկը իր հերթին իր փուլի ընթացքում, էլի, ով էր սկսել, ով չէր սկսել, էական չի։ Ասենք ես որպես ընդդիմադիր նման ակցիաներ չեմ անի երբեք, ինչ որ իրանք են ան, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ թաղապետը իրավունք չունի իրեն պահել փողոցի տղայի նման։ Ու ինքն էլ չի թաքցնում, ասում է ես նաև տղա եմ ու դրա համար էլ բանացի, բայց այդ ամեն ինչը հասկանալի է, ուղղակի եթե քո համար տղա լինելը ավելի առաջնային ու ավելի այդ եղանակով ես ապացուցում քո տղա լինելը, ուրեմն թաղապետի պաշտոնը զբաղեցա, խնդիրը ո՞րն է։ Շատ լավ, անդրադառնանք քաղաքային խնդիրներին, հա, մասնավորապես վերջին շրջանում այս գարունը բավական անձրևաշատ էր եւ դրանք առաջ բերեցին խնդիրներ քաղաքի համար, մասնավորապես ջրահեռացման։ Եթե հիշում եք, ավտոբուսներում հայտնվել էր այդ ջրի մեծ քանակությունը, ի վերջո ջրահեռացման համակարգը ինչպես է գործում։ Նայեք, ջրահեռացման համակարգը էլի տեղի է ունենում սովորական դասական հայկական սցենարը։ Քաղաքապետարանը ասում է Վիոլա ջուրն է պատասխանատու, Վիոլա ջուրը ասում է քաղաքապետարանն է պատասխանատու։ Ի վերջո 3 տարի ժամանակ կար, 4 տարի ժամանակ կար, այսինքն ԿՊ-ն Երևանի քաղաքապետարանում է արդեն 18 թվականից, չէ, այսինքն 7 տարի ժամանակ կար, իսկ Ավինյանի պաշտոնավարման սկիզբից հաշվենք 2.2 տարուց ավել ժամանակ։ Այս ընթացքում չգտնվեց մի հատ իրավաբան, թե քաղաքապետարանից, թե Վիոլա ջրից, որ նստեն, հասկանան, ի վերջո պայմանագրային հարաբերություններ գոյություն ունի քաղաքապետարանի եւ Վիոլա ջրի, որտեվ ջրահեռացման համակարգը հանձնված է Վիոլա ջրի կառավարմանը, բայց մեջը կան կետեր, որոնք մի կողմը ասում է, որ դրանք հիմք են տալիս, որ այս մյուս կողմը պետք է անի ներդրում եւ այլն։ Այսինքն եթե կա խնդիր իրավական պայմանագրի, ուրեմն տվեք դատարան այդ հարցը լուծեք։ Եթե չկա տենց խնդիր, ուրեմն ամեն մեկը կատարեք ձեր պարտությունը, բայց իրար վրա մեղքը բարթելով մենք արդեն քանի տարի է տեսնում ենք, որ անձրևային սեզոնի ընթացքում տեղի է ունենում նույն բանը։ Վիոլա ջուրը մի քանի օր առաջ հայտարարություններ տարածել, որ խնդիրը ահավոր շատ կառուցապատումն է, բետոնապատումն է, ասֆալտապատումն է, որ ծածկվել են բոլոր հողային հողաշերտերը եւ դրա պատճառով եւ այլն ինչ որ պատճառներ են նշում։ Բայց դա ամենևին էլ հարցի լուծում չի։ Մարդիկ տեսնում են, որ շատ բարձր խորության, այսինքն ջրային զանգված է գոյանում, ուներ շատ ոչ հորդարացել։ Ով ինչի համար է պատասխանատու, դա սովորական քաղաքացուն չի հետաքրքրում։ Իրականում այո, քաղաքացին պահանջելու են իշխանությունից, որ եկել է քվե խնդրել, ասենք ընտրություններին ու նորից գալու է խնդրի, ես կարծում եմ, որ քաղաքային իշխանության պահվածքը շատ տարօրինակ է ու ոչ ադեկվատ այս հարցում, որովհետև անկախ նրանից
ում պարտավորությունն է, եթե քաղաքապետարանն չի, նա պետք է անի դատական կարգով այդ գումարները հետ ստանա կամ ինչ որ մեկ այլ լուծում գտնի, վերջո պետության հետ գործունենք, ոնց կարող է պետության մեջ մի հարցը մնա չկարգավորված եւ ինչ որ քաղաքացիներին բացատրություններ բերեն իրավական կամ այլ բնույթի, որովհետեւ ամեն ինչը որոնց որ ասում էր մուշտնելա ձեր ձեռը, այն ուսնել, այսինքն լուծեք։ Իսկ ինչ գործառույթ ունի ընդդիմադիր խմբակցությունը։ Ընդդիմադիր խմբակցությունը գործառույթ ունի այդ դրա մասին, այդ հարցերի մասին բարձրաձայնելու, որը որ մենք անում ենք, ինչպես նաեւ օգնելու, եթե կան լուծումներ գտնելու հարցում օգնության կարիք, նաեւ այդ լուծումները առաջարկելով կամ սխալ լուծումները քննադատելով։ Այս տվյալ դեպքում իսկի լուծում էլ չի առաջարկում քաղաքային իշխանության կողմից, այսինքն ուղղակի ասվում է այդ հարցը մենք մաքրել ենք, ասում են բաները, ջրահորերը, այսինքն այդ հողից մաքրում են, բայց որ նկատել եք իրանք հողից մաքրում են այդ բանը, ու այդ հողը լցնում են հենց ջրանձրևատարի կողք, այսինքն որ անձրև է գալի, այդ մաքրած հողը լցնում է այդ, այսինքն սրանք պարզունակ բաներ են, որոնք մեր կողմից իհարկե բարձրաձայնվում են, բայց փաստը մնում է փաստ, որ այս հարցը տենց էլ մնում է ու չի լուծվում։ Մյուս աղմկահարույց հարցը կապված էր տրանսպորտի թանկացման հետ, հա, այսպես ասած։ Տրանսպորտում փոփոխությունները տեղի ունեցան, արդեն ժամանակն է նաև արդյունքները գնահատելու։ Ի վերջո արդարացված էին այդ փոփոխությունները, որոնք այսօր արվեցին։ Ոչ, կարծում եմ արդարացված չէին, բայց ժողովրդի աչքում իշխանությունը այնպես ներկայացրեց, որ գնեչիցում տեղի ունեցավ 300 դրամից իջավ 150, բայց ես ասեմ, որ իմ դիտարկմամբ բոյկոտի գործողությունները ինչ որ արդյունք տալիս են, այսինքն առ այսօր էլ մարդիկ կան, որոնք շարունակում են բոյկոտել ավելացած սակագինը, բայց ոչ թե բոյկոտում են չավելացված գումարը չվճարելով, այլ ընդհանրապես չեն վճարում, այսինքն իրականում այսօր 150 դրամ վճարողը վճարում է համ իր տեղը, համ էլ ընդհանրապես անվճար երթևեկող քաղաքացու տեղը։ Այդ դեպքում բոյկոտը արդյոք արդարացված է, եթե մեկը պետք է վճարի նաև մյուսի տեղը։ Այո, նայեք, քաղաքային իշխանության համար ըստ իմ ունեցած տեղեկությունների իրանք ստանում են գրեթե նույն գումարը, ինչը կստանային, եթե 100 դրամ մնար ու բոլորը վճարեին։ Այսինքն գումարային իմաստով քաղաքային բյուջե է մտնում նույն գումարը, ուղղակի 100 հոգուց 80-ը վճարում է 150, այն 20-ը չի վճարում ընդհանրապես, ու դրա համար էլ բողոքի տենց մեծ ալիք չբարձա, որովհետև այնով որ վճարունակ չի վճարում, դրան է պայմանավորված, որ քաղաքային իշխանությունը գնաց ազգային ժողով եւ խնդրեց օրենք չէ ընդունել ազգային ժողովին, որպեսզի տուգանելու մեխանիզմ սահմանվի, ավելի բարձր տուգանքի մեխանիզմ չվճարողների համար, որը որ չընդունվեց, դեռևս քննարկման փուլում է։ Եվ կարծում եմ, ես բազում անգամ նշել եմ իմ տեսակետը տրանսպորտի հետ կապված, տրանսպորտի հարցում պետք էր կատարել սկզբից հաշվարկ, մտցնել տոմսային միասնական համակարգը առանց սակագնի փոփոխության, այսինքն ազատվել ստվերից կանխիկի, հասկանալ ինչքան գումար է մտնում քաղաքային բյուջե ավտոբուսից, արդյոք այդ գումարը ծածկում է ինքնարժեքը, թե ոչ, նոր հետո այդ հաշվարկից հետո ինքնարժեքի կատարել։ Հիմա մենք էլի հաշվարկ չենք կարող կատարել, որովհետև կա բոյկոտող զանգված մարդկանց, որը որ այդ գումարը չի մուտքագրվում։ Մոտավորապես տրանսպորտին անդրադառնալիս միայն գնի հարցը չէ։ Ի վերջո մարդիկ որքանով են կարողանում որակյալ ծառայություն ստանալ այս։ Նայեք, դե եթե հայմատեն գազելները տրանսպորտի հետ, ակնհայտ է որ չեն կարող մերժել, որ լավացում է տեղ ունեցել, որովհետև ձեռք են բերվել ավտոբուսներ։ Բայց նույնը չեն կարող ասել օրինակ մետրոյի կամ տրոլեյբուսի մասով, որովհետև գինը թանկացել է իրականում ամեն ինչի համար, չէ՞, որովհետև եթե դարել է միասնական սակագին, տրոլեյբուսն էլ է 50 դրամից դարել 150, տրանսպորտն էլ 100-ից 150։ Տրանսպորտի մասում բարելավում է, երևում է ավտոբուսների, գազելների փոխարինումը, բայց օրինակ տրոլեյբուսները էլեկտրական պետք է դառնային, ոչ բոլորն են դարել, մեծամասնությունը չեն դարել իրականում։ Մետրոն է թանկացել, չէ, նաև, բայց մետրոյի շարժակազմը չի փոխարինվել։ Ես այն օրը մի օր առաջ, երկու օր առաջ տեսա, որ փոխել են էսկալատորների որոշ հատված, բայց դա չեմ կարող համարել, որ մեծ ջուր տեղաշարժ է։ 2 տարի է, 3 տարի է խոսվում է մետրոյի նոր կայարանի կառուցման մասին, այդ ուղղությամբ էլ ինչ-որ ռեալ քայլ չի արվում։ Այսինքն, որ նայենք, բարեփոխումը կիսատ է, տրանսպորտի մենակ մասով, ավտոբուսների մասով կարող ենք ասել, որ ավտոբուսների խմբականակի հիմնականում լրացվել է, բայց ոչ ամբողջությամբ։ Տրոլեյբուսների մասով շատ թերի է, մետրոյի մասով ընդհանրապես բան չի արված, բացի այդ շարժասանդուղքների Իսկ քանակական իմաստով, այո, գազելները փոխարինվել են ավտոբուսներով, բայց քանակական իմաստով արդյոք կարողանում են այս պահին ունեցած։ Որովհետև բոլորիս աչքի առաջ է, չէ՞, եթե դուք ժամ 6-ին կամ 5-ին կանգառներում լինեք, դուք կտեսնեք, որ ավտոբուսները լիքն են։ Այսինքն, այն ինչ որ միջազգային կազմակերպությունը տվել էր եզրակացություն, թե նոր ցանցային համակարգը ոնց պետք է աշխատի տրանսպորտի, որ
տրանսպորտը մի Երևանի մի ծայրից մյուս ծայրը չգնա, այլ լինի փոխարինող տրանսպորտ, այդ համակարգը դեռ չի գործում, այսինքն եթե դա գործեր, նման բեռնա թափում տեղի կուներ, նման չենք տեսնի, որ լիքը լցված լինեին մարդիկ ավտոբուսի մեջ, այսինքն ոչ միայն ավտոբուսների քանակն է պակաս, այլ նաև լոգիստիկ հարցը լուծված չի, որ օրինակ համարի մեկ ավտոբուսը պետք է Մալացիայից բերի բնակչին կենտրոն, կենտրոնից տանի Մասիվ։ Դա էլի լուծված չի, էլի Բանգլադեշից կարող է տրանսպորտը գնա հասնի Մասիվ, այսինքն խնդիրները մի հատ չեն, բայց տրանսպորտի մասում կարող ենք ուղղակի տեսնել որոշակի բարելավումներ, զուտ ասում եմ, որտեվ գազելից, ասենք այդ վիճակից ոչ մարդկային տեղափոխվել ենք, բայց էլի որ ավտոբուսները լիքն են եւ տեղ չկա նստելու, դա բոլորն են տեսնում։ Մեկ այլ խնդրի անդրադառնանք, կոմունալ ծառայությունների աշխատանքը, մասնավորապես աղբահանությունը, ձեր դիտանկյունից երբ նայում եք, ինչ եք տեսնում։ Նայեք, աղբանության մասով ես անձամբ հանդես է եկել առաջարկությամբ, որ գնի բարձրացում տեղությունը, որտեղ ինչպես տեղակ եք, քառակուսի մետրով սկսեց հաշվարկվել, դա ժամանակավորապես բոյկոտվեց, մարդիկ չվճարեցին, նաև իշխանությունը չուներ համակարգ, որով գանձեր, քառակուսի մետրով բազա չուներ, միջև վերջերս նոր բերվեց բաների փաթեթ, զեղչերի, այսինքն ովքեր որ չեն վճարի լրիվ ծավալով։ Այս դեպքում էլի նույն մեխանիզմով է աշխատում իշխանությունը, նայեցին տրանսպորտում ոնց են արել, այսինքն սկզբից բերում են համակարգ, հետո տեսնում են որտեղից է բողոքները գալիս, թե քաղաքացիներից, թե ընդդիմությունից, նոր սկսում են վերափոխել սահմանված սակագները։ Դրա մասով ես որոշակի աշխատանք տարել եմ նաև նախագծի մասով, որպեսզի դա բարելավի, ուղղակի այսինքն առաջարկներ ներկայացնելու տեսքով, բայց բարեփոխում եղավ նա, որ միայն սահմանվեցին որոշակի կատեգորիայի մարդիկ, որոնք կստանան զեղչեր։ Բայց այդ համակարգը կրկին նայեք, ոնց որ տրոլեյբուսն է, այսինքն դու թանկացնում ես մի բանի սակագին, բայց դրա դիմաց ի՞նչն ես բարելավում։ Աղբա մեքենաները չեն փոխարինվել, նույնն են։ Աղբամանները նույն ջարդված, կիսաջարդված վիճակում են։ Դրանց քանակը չի ավելացվել, այսինքն ոչ որակը, ոչ քանակը սերվիսի, աղբահանության սերվիսի չի փոխփոխվել, այսինքն բայց իշխանությունը ասում է եկեք բարձրացնենք գումարը, որ գումար գա, որ մենք կարողանանք բարեփոխում անենք, բայց տենց չէ, այսինքն իրականում քաղաքացին չպետք է վճարի հետո պետք է բարեփոխում անել, տրանսպորտը ինչպես արվեցին, բերեցին շարժակազմերը, մարդիկ տեսան, ավելի հեշտ է մարդկանց հասկացնել, թե ինչի համար ես բարձրացնում, ոնց ես դու սերվիսը թողում վատ ու բարձրացնում։ Հիմա մեկ այլ քննադատության առարկա էր այն հարցը, որ ի վերջո մարդիկ են ստեղծում աղբը, ինչու պետք է մակերեսով։ Ի վերջո այս հարցը Վերջը այդ հարցը բազմաթիվ անգամ քննարկվեց տարբեր ավականոնիստերին, բայց իշխանությունները ասում են, որ կա մի այլ երկրներ, այլ քաղաքների փորձ, որտեղ քառակուսի մետրով է եւ բնակիչներով ուղղակի հնարավոր չի հասկանալ ով է բնակվում, ով չէ, բայց այս փոփոխության մեջ, որը բերեց ԿՊ-ն, որով փորձում էր բերել լգոտային համակարգ, այսինքն զեղչային, այդտեղ մի կետ կար, որ եթե մարդը բերում է տեղեկանք, որ ինքը չի բնակվում Հայաստանում կամ այդ տանը, ինքը կարողանում է չվճարել, այսինքն գոնե այս մասով որոշակի դրական բան եղավ ընդդիմության աշխատանքի, հա, այդ հարցերը բարձրաձայնելու արդյունքում այդ մասը փոփոխվեց։ Հիմա մենք երբ խոսում ենք քաղաքի մասին, ասում ենք տրանսպորտ, աղբահանություն, կոմունալ ծառայությունները, բայց այլ խնդիրներ էլ կան, մասնավորապես օրինակ համատիրությունների հետ կապված խնդիրը կարող է լինել, ես որքան գիտեմ, օրենսդրական նախաձեռնություններ են ցուցաբերվել, այս առումով ինչպեսի ընթացք է։ Նայեք, համատիրությունն բաց հարցերից է, այն գոտինա, որտեղ որ օրենքի թերի լինելու պատճառով քաղաքային իշխանությունը ձեռքերը լվանում, ասում է ես չեմ կարող իշխանել, թաղապետարանը ասում է դա իմ խնդիրը չի, գնացեք գոյություն ունի շենք, դուք էլ ընտրել եք ձեր համատիրությանը իրար հետ լուծեք, բայց կան հարցեր, որտեղ համատիրությունը ունի առավելություն բնակչի նկատմամբ եւ նրան փորձում է որոշակի եղանակներով ստիպել, որպեսզի վճարի գումար, բայց դրա փոխարեն ինքը չունի հաշվետվողականություն, թե ինչ է արել այդ վճարած գումարների հետ, այսինքն այնտեղ կան պարտադիր նորմեր, որոնք պարտադիր պետք է արվեն շենքի պահպանության եւ կան ոչ պարտադիր, որոնք երնակ բարեկարգումն է, որովհետեւ մուտքից ներս դա թաղապետարանի լիազորության մեջ չի։ Բակը եւ այդպիսի բազում հարցեր կան։ Հիմա դրա համար շրջանառվել էր նախագիծ, որը քաղաքապետարանը ներկայացրել ազգային ժողով, որպեսզի այդ հարցը կանոնակարգվի։ Մենք մեր կողմից նաեւ ներկայացրել ենք որոշակի առաջարկներ, որ համատիրությունները դառնան լիցենզավորվող գործունեություն, որպեսզի նրանք անցնեն ինչ-որ փուլ, որ ամեն մարդ չդառնա լիազոր, էլի շենքի լիազոր եւ ունենա որոշակի բոնդային կարգի մի բան, որ բանկում ունենա գումար, որ ինքը պատասխանատվություն կրի շենքին պատճառված վնասի համար եւ այլն։ Բայց այդ առաջարկների մեծ մասը չեն ընդունվել մեր կողմի, մեր ներկայացրած,
նախագիծը, բայց եւս ինչ որ լուրջ առաջընթաց չի գրանցել, այսինքն ազգային ժողով գնացել է, բայց որևէ ընթերցումներ կամ աշխատանքներ դրա վրա չեն կատարվել։ Հիմա դուք նշեցիք բազմաթիվ խնդիրներ, որ սկսված է, բայց ավարտված չէ կամ կիսատ է։ Հիմա սրա պատճառը այն է, որ հետևողականությունն է պակաս, թե կան այլ օբյեկտիվ խոչընդոտներ, որոնք դժվարացնում են ընթացքը։ Հայ, մենք պետք է ընդունենք մի բան, որ քաղաքացիական պայմանագրի կառավարումը թե Երևանում, թե համապետական մակարդակով ընդհանուր թերի է եւ ցախողված, որովհետեւ դրա մի մասը կա թե քաղաքական կամքի բացակայությունն է, մի մասը գիտելիքի փորձի եւ այլնի բացակայությունն է, որովհետեւ կան մարդիկ, որոնք գտնվում են պաշտոններում, որոնք այդ ընդհանրապես աշխատանքային փորձ չունեն տվյալ ոլորտի հետ կապված։ Այս ամեն ինչի համագումարի արդյունքում տեղի է ունենում նման ձախողումները, որից որ օգտվում է, այսպես ասած, տիտղոսային ազգային ժողովում գոյություն ունեցող ընդդիմությունը եւ փորձում է նույնիսկ 5% դրական արված գործը խառնելով 95% ձախողման հետ ներկայացնել որպես, ասենք, տոտալ ձախողում եւ այլն։ Մեր քաղաքական ուժը փորձում է ավելի շատ կենտրոնալ նրա վրա, թե ինչպես օգնենք, որպեսզի այն ձախողված կետերում, որտեղ քաղաքական կամքի բացակայություն չի պատճառը զուտ, որովհետեւ քաղաքային իշխանության մեջ բազմաթիվ են այդ խնդիրները, որ մենք փորձում ենք մի բան առաջարկել կամ ներկայացնել, բայց այն մարդը, որ այդ հարցի լուծման պատասխանատուն է, ինքը չի ընկալում այդ հարցը, զուտ չի ընկալում, այսինքն դու իրան անհնար է բացատրես, ինչի համար ես առաջարկում այս փոփոխությունը։ Ու տենց հարցեր կան, այսինքն քաղաքացիական պայմանագրին աշխատացնելու համար իրականում պետք է որոշակի կառուցողական ձևի ընդդիմություն, որը կարողանա ատամներ ցույց տալով, բայց նաև պահանջելով ստիպի որոշակի քայլեր արվեն, որովհետև հատկապես քաղաքային իշխանության մեջ մենք պատասխանատու ենք Երևանի բնակիչների առաջ որևէ մի X քանակի գործ առաջ տանելու համար, ոչ թե միայն ուղղակի քննադատելու եւ քննադատելու։ Այսինքն մենք փորձում ենք այդ տեսանկյունից գոնե մեր առաջարկներով, մեր դիտողություններով եւ քննադատությամբ փորձել որոշակի սայլը մի մետր գոնե առաջ տանենք, որպեսզի մենք տեսեք մենք խոսացինք 10% ընդհանրապես խնդիրներից, գոյություն ունեն հազարավոր այլ խնդիրներ, որոնք որ այս տարիների ընթացքում շատ քիչ են առաջ գնում էլի լուծվում։ Հիմա մարդը ով լսում է ձեզ, իր համար տարբերություն չկա այն ավականիում նստածը դուք եք, թե մեկ այլ խմբակցության ներկայացուցիչ իր համար կարևոր է որ խնդիրները լուծված լինեն։ Այնպես որ ձեր ակտիվությունը, մյուսների ակտիվությունը եւս կարևոր է։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էր։